Դուք որոշել եք ունենալ ձեր հաջորդ երեխային։ Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս ամեն հաջորդ երեխային ունենալ 4-5 տարի անց։ Եվ այդ տարիները նախատեսված չեն միայն քեզ համար, որպեսզի դու պատրաստ լինես, քո օրգանիզմը հասցրած լինի վերականգնվել, այլ նաև նրա համար, որպեսզի նախորդ երեխան հասցրած լինի անցնի իր կյանքի դժվարագույն 2 ճգնաժամերը եւ ինչ որ չափով կայունացած լինի ընդունելու նոր երեխային այդ ընտանիքում։ Հիմնական ու ամենատարածված բանը, որը դուք երևի հանդիպել եք կամ ապագայում ձեզ սպասվում է, դա ուղղակի երեխայի խանդն է։ Նա չի պատկերացրել, որ ձմեռ պապիկից քույրիկ կամ ապերիկ խնդրելով ինքը պետքա սկսի իր մամային, պապային կամ այլ մտերիմ մարդկանց կիսել այդ երեխայի հետ։ Նա չի պատկերացրել, որ այդ երեխան, երբ որ հայտնվի ձեր ընտանիքում, սկսելու է ձեր ժամանակի մեծ մասը զբաղեցնել։ Մեր մշակույթում նկատած կլինեք, հա, շատ ընդունված է անընդհատ երեխային ասել՝ դու մեծ ես։ Երբ որ երեխան լացում է, մենք փորձում ենք իրան հանգստացնել լռեցնելով հենց այդ խոսքերով։ Կամ երբ որ փոքր այդ պահին լաց եղավ, իսկ մեծը ինչ որ բան էր ձեզանից ուզում, մենք միշտ մեծի պահանջն ենք հետաձգում, որովհետև այդ պահին փոքրը լացում է։ Բայց երբևիցե փորձել եք մտածել, իրականում այդ պարագայում ով ավելի շատ ունի ձեր կարիքը։ Հենց ձեր կարիքը, ոչ թե ձեր կաթի կարիքը, ոչ թե կարիք, որ ինչ որ մեկը հիմա շատ արագ երեխայի տակը փոխի, ոչ թե կարիք, որ ինչ որ մեկը գրկի երեխային, որպեսզի նա կարողանա մարսի իր կերածը, այլ հենց ձեր կարիքը, մամայի կարիքը, մամայի հետ խոսելու կարիքը, մամայի կողմից գրկված լինելու եւ համբույր ստանալու կարիքը։ Եթե մի փոքր մտածենք, ինձ թվում է բոլորս էլ կհասկանանք, որ մեծ երեխան դրա կարիքը ավելի շատ ունի։ Մյուս բանը իհարկե որ կարևոր է, դա այլ անձանց ներկայությունն է երեխայի կյանքում։ Միգուցե դա կարող է լինի պապան, միգուցե կարող է լինի ամենասիրած տատիկը, բայց ինչ որ մեկը պետք է որ այս ժամանակ օգնի ձեզ։ Ոչ միայն ձեր համար ճաշ պատրաստելով, որտեղ դուք ամբողջ օրը զբաղված եք նորացնով, այլ որ ինչ որ մեկը հոգ տանի մեծ երեխայի համար, կամ որ ինչ որ մեկը մի ժամ էլ նստի փոքրիկի հետ, որպեսզի դուք մեծի հետ կարողանաք ինչ որ ժամանց ունենալ։ Ես շատ եմ նկատել, որ մենք 8 տարեկան երեխայից ակնկալում ենք մոտավորապես 25 տարեկան անձնավորության հասունություն։ Երբ որ խոսքը գնում է իր 5 տարեկան փոքրիկ եղբոր կամ քրոջ մասին, ցանկացած բանում նա պետքա լինի հասկացող, ցանկացած բանով պետքա պատրաստ լինի կիսվել։ Մենք միշտ ակնկալում ենք, որ նա պետքա իր ամենասիրած խաղալիքը կամ հագուստը տա փոքրին, անգամ երբ որ այդ փոքրը արդեն 6, 7, 8 կամ շատ ավելի մեծ տարիքի է։ Եթե դու հիմա մտածում ես, որ երկրորդ երեխայի կամ հաջորդ երեխայի ծնվելու հետ իրան նախորդողը կամ մեծը դարել է շատ ավելի դժվար, շատ ավելի լացկան, շատ ավելի կամակոր, ուրեմն ժամանակն է նաև որ մտածես, որ դու դրա հետ պետքա ինչ որ քայլեր ձեռնարկես։ Մենք շատ ժամանակ մտածում ենք, որ վայ չէ նորածնին չի կարելի թողնել տանը, որովհետև ինքը կրծքի կաթ կուզի, իսկ ես տանը չեմ լինի եւ այլ տարբեր մտքեր։ Կարելի է գտնել տարբերակներ, հա, ուղղակի երեխային կերակրեք ու ընդամենը 15 րոպեով դուրս եկեք մեծի հետ։ Ինչ որ ժամանց մտածեք միասին, անպայման չի հենց առաջին իսկ օրերից, բայց հենց որ զգաք, որ արդեն կարող եք նորածնին թողնել եւ դուրս գալ, որpիսի երեխան հասկանա, որ մամայի սերը իր նկատմամբ չի փոխվել, որ ինքը մամայի համար մնացել է նույն երեխան, որը որ եղել է մինչև հաջորդի հայտնվելը։ Իսկ դրա համար կարելի է անել շատ հեշտ ու հասարակ բաներ։ Եթե դու օրական 1 անգամ ես ասում իրան, որ սիրում ես, հաջորդ երեխայի ծնվելուց հետո պետք է օրական մի քանի անգամ ուղղակի անես, որpիսի նա իրոք սկսի հավատալ ու հանգստանա վերջապես մտածելով, որ ոչ մի բան ձեր կյանքում չի փոխվել։ Եթե մինչև հաջորդի ծնվելը դու ունեիր ժամանակ իր հետ խաղալու, ինչ որ տեղեր գնալու, միայն դուք երկուսով, ապա հիմա պետքա ինչ որ չափով փորձես այդ ժամանակը վերականգնես։ Եվ դուք նաև պետքա չմոռանաք, որ չնայած նրան, որ հիմա ընտանիքում հայտնվել է եւս մեկը կամ միգուցե մի քանիսը եւ նրանք շատ ավելի փոքր են, բայց մեծը շարունակում է մնալ այն նույն երեխան, որին դուք ճանաչել եք իր ծննդյան առաջին իսկ օրվանից։